Նախարար դիվերսանտների դատի մասին է խոսքը։ Ընդհանուր առմամբ դուք հետևում եք դատավարությանը եւ ինչ եզրահանգման եք գալիս։ Ես գալիս եմ այն եզրահանգման, որ առաջին հերթին դատավարությունը վարվում է միջազգային նորմերին համաձայն եւ Արցախը այստեղ էլ ցույց է տալիս, որ ինքը որպես ժողովրդավարական երկիր նաեւ իր ուրեմն դատական իշխանության ձևավորման գործընթացում առաջատարներից մեկն է, հատկապես մեր տարածաշրջանում եւ դատավարության ընթացքում իրենք իրենց պատիժը պարտավոր պետք է ստանան։ Պարտադիր։ Պարոն նախարար, նախագահների վերջին հանդիպման ժամանակ խոսք եղավ նաեւ անհետ կորածների ինֆորմացիայի փոխանակման հետ կապված եւ երկու կառույցների երկրների հանդիպման հետ առումով ինչ-որ տեղաշարժ կարող ենք սպասել։ Գիտեք, որ ես հանդիսանում եմ այդ հանձնաժողովի նախագահը, անհայտ կորածների, գերիների եւ պատանների եւ առաջընթացը այդ գործընթացում ակնկալել չափազանց դժվար է պետական իշխանական կապերի բացակայության պատճառով մենք մեկս մյուսի հետ աշխատում ենք միջազգային կառույցների միջոցով։ Եթե այդպիսի առաջընթաց մենք ունենանք, անկասկած կլինի նաեւ արդյունք։ Հիմա ճիշտ ասած ակնկալել այդպիսի առաջընթաց, երբ ընդհանուր բանակցային գործընթացում մենք կարելի ասել, որ խոսքից բանակցային գործընթացում արված հայտարարություններից բացի գործնականում մենք չենք տեսնում, որովհետև գտնում եմ, որ հաջողությունների առաջին նախապայմանը դա վստահության ամրապնդման միջոցառումներն են եւ հանդիպման օրերին եւ նաեւ մի քանի օր առաջ նորից լարված է իրավիճակը, այսինքն կրակոցների թիվը շատացել է, եթե մեր հարևանները գիտակցեն, որ վստահություն պետք է լինի երկու երկրների միջև, հատկապես իմ գործով, որպես ռազմական կառույցի պատասխանատու անձնավորություն, միայն դրանից հետո մնացած հաջողությունները կլինեն։ Եվ ձմեռային զորակոչն է սկսվում, այն ինչ նախկինին սխալներ, որ թույլ չեն տրվի, ուզեմ ձմեռային զորակոչ։ Ակնհայտ է, որ զորակոչի իրականացման ողջ գործընթացը տարեստարի կատարելագործում է եւ դրանք լոկ ռազմական գերատեսչության կամ իմ խոսքերը չեն, նաեւ մեր հանրությունն է դրա մասին խոսում։ Իսկ ինձ համար որպես անձնավորության սկզբունքային է, որ այդ գործընթացում մաքսիմալ ազնվության եւ արդարության պայմաններ ստեղծել, որ հայ զինվորը, հայ քաղաքացին, հայ տղամարդը կարելի ասել, այսպես վաճառքի չենթարկվի, ինքը ինքնակամ հայրենասիրությամբ տոգորված գնա եւ իր հայրենիքի նկատմամբ իր պարտքը տա։ Նախկին զորակոչների ընթացքում անկասկած եղել են թերություններ, բացթողումներ, հիմնականում բացթողումները վերաբերում են տարբեր հանձնաժողովների աշխատանքների արդյունքում հայտնաբերված ուրեմն փաստաթղթերի ոչ լիարժեք արկայությանը, բժշկական գործընթացում որոշակի թերություններին, որովհետև արդեն հավաքակայանում բաշխման գործընթացը մաքսիմալ արդարություն է ապահովում, վիճակահանությամբ ենք ուղարկում զորամասեր եւ այնտեղ էլ իրենք իրենց ծառայությունը շարունակում են։ Հունվար ամսին է լինելու զորակոչը եւ զորակոչի ընթացքում մենք մաքսիմալ համագործակցելով իրավապահ մարմինների, վերահսկիչ տարբեր կառույցների, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ մենք կապահովենք զորակոչ։ Վստահությունից խոսեցիք երկու հասարակությունների միջև, չէ՞, միջազգային տարբեր կառույցներն են դա։ Դուք կարծում եք, որ Հայաստանի հասարակությունը պատրաստ է վստահություն ցուցաբերել ադրբեջանցիների նկատմամբ ու հակառակ։ Մեր իշխանությունները կողմությամբ ինչ-որ բան անում։ Վստահության ամրապնդման այսօրվա միջոցառումները վերաբերում են սահմաններում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի սահմանադրորեն ընդունված սահմաններում մի քանի միջոցառումների իրականացումը, որոնք որ զերծ կպահեն լարվածության մթնոլորտի ստեղծմանը եւ դրանք հիմնականում դիպուկահարների հետ քաշելն են, դիվերսիոն հետախուզական գործողությունների բացառելն է եւ նաեւ
անկասկած միջազգային հետաքննությունների անցկացումն է, որպեսզի բացահայտվեն որ կողմն են խախտողները համապատասխան որոշումներ ընդունելու համար։ Իսկ ինչ վերաբերում է վստահության մթնոլորտի ստեղծմանը երկրի ներսում, կարծում եմ, որ ամենամեծ այսպես ուժիչ գործոնը դա ժամանակն է։ Պարոն Այդ նախարար, միջոցառումներից առարկայական սպասելիքներ ունեք կոնկրետ նկարներին ետ կանչելու։ Ես ասացի, որ մենք միշտ կողմնակից ենք եղել վստահության ամրապնդմանը եւ միշտ էլ հակառակորդի կողմից, մեր հարևանների կողմից բացասական պատասխան է եղել։ Մի քանի անգամ մենք միակողմանի ենք իրականացրել այդպիսի միջոցառումներ, մեր կողմից չպատասխանելով ոչ մի կրակոցի, պաշտպանական խնդիրներ միայն իրականացնելով եւ նաեւ միակողմանի մեր կողմից հետաքննության անցկացման միջոցառումները, որովհետեւ այն փաստերը, որոնք որ մեր տարածքում, մեր դիրքերում են, այն սպառազինությունը եւ այլ հանդերձավորման միջոցները, որ մենք նկարահանել ենք եւ ներկայացրել ենք միջազգային հանրությանը, այդպես հավաքել նկարահանել հակառակորդի տարածքում։ Միակողմանի մենք անց ենք կասում։ Ցավոք սրտի մեր հարևանների կողմից դա բացասական այսպես պատասխանի է։ Ես մտածում եմ, որ ուրեմն մեր հարցերի լուծման վերջնագծում երկխոսության պայմանների ստեղծումն է, փոխադարձ հասկացության պայմանների ստեղծումն է եւ այդ պայմանների ընթացքում մենք պետք է կարողանանք հիմնավորենք այն իրավիճակը, որ այսօր գոյություն ունի եւ յուրաքանչյուր փոփոխություն պետք է անկասկած ռազմական, փորձագիտական գնահատականի արժանանա։ Իսկ եթե Արցախի հետ ինչ-որ մի վտանգ սպառնա, անկասկած մենք յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարելու ենք։ Յուրաքանչյուր թիզ հողի։ Ազգային հերոսը Ղարաբաղի կարգավիճակը կասկածի տակ է։ Խոսքս Ռեժկովի վերջին հայտարարության մասին է։ Դա մեր թերացումն է, որ մեր երկրում նման հայտարարություններ են։ Գիտեք, ես Լինելով ազգային հերոս գնահատական տալը այս կամ այն մարդու կարծիքին ես գտնում եմ, որ ոչ այսպես պատասխան տալ տվողները պետք է պատասխան տան։